հարերից մեկը։ Ես հիմա մի միտք եմ ուզում ասեմ, որով ես տարվել եմ վերջին ամիսներին, այդ թվում ուսումնասիրելով շատ հաջող բիզնես, միջազգային բիզնես բրենդների ծագման պատմությունը։ Հիմա մեզ մոտ ի՞նչն է անցալում, որ 63-ը թոշակի տարիք, հա? Հա, 63-ը թոշակի տարիք է։ Բայց ես ուզում եմ, ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք։ Իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետեւ ով ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Եվ ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուներին 63 եւ բարձր տարիքի անձանց աջակցության, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք։ Որովհետեւ հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ը ինչ տարիք է, ով կարա ասի։ 65-ը ինչ տարիք է, 70-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։ Այսինքն սա մարդու, մենք պետք է այդ բանը, այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու վերջ ավարտվեց, ոչ, 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63 տարեկանում կյանքը սկսում է։ Եվ մենք մեր թոշակառուների կամ մեր ավակ սերնդի ասենք, մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք, այդ թվում կադաստրի կոմիտեն շատ կարևոր մի նախաձեռնությամբ է հանդես գալիս, հակադարձ հիպոթեկի ծրագիրը, որը շատ կարևոր մի բան է։ Մենք չենք ասում, հարգելի գործընկերներ, եկեք առերեսվենք, մենք տենց բաների մասին չենք խոսում։ Մենք մի հատ դրել ենք ազգային ավանդույթ ու մնացել ենք դրա այդ վերնագրի տակ։ 63 տարեկան մարդը, երբ որ մնում է 63 տարեկան մարդու համար, մենք պետք է ստեղծենք լիարժեք ինքնուրույն կյանք, լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն։ Որովհետև երբ որ մարդը տնտեսապես պասիվանում է եւ մնում է տանը, այդ իր համար է խնդրեմ։ Բայց իր ընտանիքի մնացած հատվածի համար էլ է խնդրեմ։ Այդ հա շատ լավ մենք տենց ասում ենք, ասում ենք, խոսում ենք, կենացենք խմում եւ այլն, բայց մենք մեր խնդիրները պետք է տեսնենք։ Ինչի պետք է, այսինքն մեր կանխավարկածն ինչա, մարդը 63-ից մինչև 80 տարեկան պետք է տանը նստի։ Ոչ։ Մարդը այդ աշխատել այնքան գիտելիք է կուտակել, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ ինքը այդ գիտելիքը, որը ասма տենց ասացված կա, չէ, ասма եթե երիտասարդությունը իմանար, եթե ծերությունը կարողանար։ Հիմա ծերությունը կարող է, որովհետև դա այլևս ծերություն չէ, մի ժամանակ էր 63 տարեկանը ծերություն, 65 տարեկանը ծերություն, 70 տարեկանը ծերություն, 75 տարեկանը ծերություն, եթե մարդը առողջ է, իսկ կներեք, եթե մարդը առողջ չի, 29 տարեկանն էլ է ծերություն։ Եթե մարդը առողջություն չունի, ինչ տարբերություն, ինքը 29 տարեկան է, 39, 35, 42, 50 թե 55, ինչ տարբերություն։ Իսկ եթե մարդը միջին, էլ չեմ ասում, որ ժամանակակից աշխարհում տեխնիկան այնքան է զարգացել, բացարձակ առողջ մարդ չկա։ Գնում է սկաների տակով անցնում, ոնց լինի մի հատ ինչ-որ մի բան կգտնվի։ Մենք պետք է մարդուն ասենք, չէ, դա ինչի, ժողովուրդ ջան, նեն չի, որ վերջ, ավարտվեց։ Ոչ, 63 տարեկանը փոքր եւ միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է, որովհետեւ այն գիտելիքի պաշարը, որ կուտակվել է, որևէ մեկը չունի։ Հիմա էլի պետական պարտքի այդ թեման։ Մեր ընդդիմության հարգելի գործընկերները տենց էլ չհասկացան, թե պետական կամ ներողություն եմ խնդրում, տենց էլ մի խանգարեք։ Լավ, տենց էլ ճիշտ չհասկացան, թե պետական բյուջեն, հիմա մեր կանոնակարգով եմ առաջնորդում, էլի, փորձում եմ վարչական վարույթի տակ չընկնեմ կուսակցության ներս։ Դրա համար էլ այդ 20 թվի այդ պատմությունը հիմնադրամի միջևում էլ գլխի չեն ընկնում։ Պետական բյուջեն մի հատ տակառ է, որի մեջ լցնում ենք ջուր։ Մի հատ կանաչ դույլով ենք լցնում, մի հատ կարմիր դույլով, մի հատ դեղին դույլով, մի հատ շագանակագույն դույլով։ Հետո ծորակով ներքևից բացում ենք այդ ջուրը գալիս է, երբ որ այդ ջուրը գալիս է, մենք չենք կարող ասենք այս բաժակի մեջ դեղին դույլի ջուրը նրցվեց, կանաչ, կարմիր թե կա, որովհետև պետական բյուջեն մի հատ ընդհանուր հասկացություն է։
Այսինքն դու որ փողը ծախսում ես, իհարկե կան նաև նպատակային բաներ, վարկային ծրագրեր, որ ծախսում ես միայն կոնկրետ նպատակի համար, բայց ընդհանուր առմամբ պետական բյուջեն կամ որ դու նպատակի համար, ասենք, մի նպատակի համար ուղղում ես, դա քո նպատակն է, ուրիշի նպատակը չի։ Դա նշանակում է, երբ որ դու վարկային ծրագիր ուղղեցիր, այդ կոնկրետ նպատակի համար, այդ տակառի մեջ ուրիշ ջուր հայտնվեց, որ դու կարող ես օգտագործել այլ նպատակի համար, որովհետև այդ ջուրը սկզբանե ինչ նպատակի համար նախատեսվել էր, դրա համար դու ուրիշ տեղից ջուր ես բերել եւ այդ ջրով ես ջրել։ Ինչն է անհասկանալի։ Հիմա պետական պարտքի այս բանը, այս պատմությունը։ Ընդ որում, այո, մենք չենք ուզում այդ թեմայի մասին խոսենք, որովհետև չենք ուզում, հիմա ինչ ենք ուզում խոսել, որովհետև հիմա խաղաղությունը հաստատված կարող ենք խոսել։ Պետական պարտքի ամբողջ ավելացումը կամ չեն տեսել իրանք բյուջեով։ 2018-ից մինչև 2025 թիվը ներառյալ 4.4 միլիարդ դոլարի կապիտալ ծախսա միայն պաշտպանության ոլորտում, 25-ը թիվ ճիշտ ասի, թե 24-ում։ Լավ, վերջ ինչ-որ մի ժամանակահատվածում չեն տեսել այդ թիվը, ոնց կարային չտեսնեին։ Հաջորդը, այս մի ուղղությունն է, հաջորդ ուղղությունը ինչ-որ պարտքը ավելացա, կապված է Ղարաբաղի փախստականների և Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար։ Ուրիշ պատմություն սրա տակ չկա և պարզապես գոյություն չունի։ Չեմ ասում, իհարկե նախկինում եղել են վարկային պայմանագրեր և այլ, այսինքն ինչ-որ բնական ունաչ պետք է նախատեսված լինի։ Բայց ընդհանուր առմամբ գնահատելով կառավարության նախորդող շրջանի աշխատանքը, ես ուզում եմ ասել հարգելի գործընկերների միջալոց ուզում եմ ասեմ, որ երբ որ կառավարություն ասում եմ, նկատի ունեմ իհարկե ներառյալ քաղաքական մեծամասնության, խորհրդարանական մեծամասնությունը, որովհետև պարզ է, որ առանց խորհրդարանական աջակցության կառավարությունը չի կարող աշխատել։ Քաղաքական մեծամասնության աշխատանքը ես ուզում եմ ասել, որ ես լավ եմ գնահատում մեր աշխատանքը։ Բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն։ Ամենակարևորն է նա, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից։ Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Այս բոլոր տնտեսական ցուցանիշները իրանք իհարկե կարևոր են, բայց ամենակարևորը չեն։ Ամենակարևորն է նա, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից։ Մենք Հայաստանը դուրս ենք բերել փակողուց։ Մենք Հայաստանը դուրս ենք բերել միտեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար։ Եվ Հայաստանի ժողովուրդը իր ինքնիշխան կամքով կարա որոշի, թե ինքը որ ուղղությամբ, ինչ զարգացման, ինչ տեսլական է որդեգրում։ Հիմա նաև տեղի ունեցավ վերջին կարևոր իրադարձությունը, որ ընդդիմություն եկել նոր թեմա ենք գտել, հրապարակեք բանակցային փաթեթը, հրապարակվեց բանակցային փաթեթը։ Հիմա էլի նույն նարատիվները, որոնք վաղուց հնացած են։ Ես ձեզ մի բանաձև եմ ասում, ինչ կասեն ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի պատասխանը։ Երբ որ իրանք խոսում են բանակցային գործընթացի մասին, սենց պտիլներ, հարգելիներս հարց տանք, իրանք քանի տարի, 30 և ավելի տարի իշխանություն են եղել։ Մի կտորով էլ, ասենք ինչ-որ 10 կամ չգիտեմ։ 100 անգամ ասել են, բա որ տենց շանսեր կար, բա ինչի չգլուծել։ Եկեք անդրադառնանք այս հարցին։ Այսինքն եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս ա եղել, դուք չեք արել, բան չեք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք, ձեզանից մեզ դավաճան չկա։ Տարբերակ A և B տարբերակ, այդ ամենը ընդամենը աչքակապոցի է։ Ընդամենը աչքակապոցի է։ 2019 թվականի ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղղակի, մի քանի անգամ, հիմա էլ բանա, հրապարակված է։ 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել։ Այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է։ Մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, այսինքն դա ինչ է, այդ փաստաթուղթը ընդհանրապես ոնց է արել,
ես երեք մի քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ ես նրբությանը չեմ անդրադարձել, որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, ինձ թվում է թե ամեն ինչի անդրադարձել եմ։ Այդ 19 թվի փաստաթուղթը ոնց է հայտնվել։ Այդ 19 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել։ Ես խնդիր եմ դրել, ասել եմ համանախագահների առաջ բոլոր, ասել եմ, ստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը ամփոփումը սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը է, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։ Որևէ այս մեխանիզմով։ Եվ հնչել է շատ հստակ պատասխան։ Այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, հա, նաև գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդ ես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։ Ավարտ, սրանով հիմա եկել են, էլ չեմ ասում այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018 թվականի ապրիլի Սերժ Սարգսյանի ամբիոնից ունեցած ելույթն է։ Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում ընդհանրապես բանակցային գործընթացի, չկա միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ փաթեթը ծայրից ծայր կարդա, իր համար ոչ մի հարց չի ծագի։ Հիմա բա Քիվեստի փաթեթը ինչի չի հրապարակվել, որտեղ չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաթեթ։ Քիվեստի փաթեթի հենքը այնա, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է Հայկական ժամանակ թերթին եւ հրապարակվել է։ Էդ է Քիվեստի գաղափարական հիմքը, եւ էլ չեմ ասում դրա կարիքը չկա, ես վերջերս Ազատություն ռադիոկայանը շատ մանրամասն փաստաթղթերով ռեպորտաժ արեց եւ դրանով ամեն ինչ ասված է։ Այսինքն չկա թեմա այդտեղ ընդհանրապես։ Հիմա այդ որ ասում են բանա, հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, որովհետեւ հրավիրեմ էլ ինչ։ Էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, կարդան, պատմեն, կարդան, պատմեն։ Ինչ պետք է պատմեն, պատմելու բան չկա։ Հարգելի գործընկերներ, ամփոփ